Ողջույն բոլորին, էլի մենք ենք overdose-չիներով։ Ամբողջ կազմով չէ, բայց Լսիա, հիմա կմտածեք Փայլակն ու Արփին նեղացած են իրարից այդ հեռավորության վրա, բայց մենք մեղ չունենք։ Իրական մեր օպերատորը Եսային է պահանջել այսպես նստենք, ասում է կադրը սենց լավ է։ Եվ ի վերջո հասկացանք, որ մենք վատ ընկերներ ենք եւ Հռիփսիմեի ֆիզիկական այստեղ ներկա չլինելը որևէ կերպ չենք համակերպվում այդ մտքի հետ, զանգելու ենք անպայման իրեն։ կզանգենք իհարկե, բայց որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա, ինչի մենք երրորդ հյուր չունենք մեր գործընկերներից, ինչի որևիցե մեկին չենք հրավիրել, ասենք որ դե ամառ է, մարդիկ հանգստանում են, պլանավորած այլ գործեր ունեն եւ այլն։ Հա, բայց այնուամենայնիվ մեր գործընկերների մեծ մասը փող ունեն, գնում են արձակուրդ։ Սկսեց էլի կռիսությունը։ Իրականում չէ, լրագրողները միշտ չէ որ հանգստանում են, նույնը Հռիփսիմեի պարագայում իբր հանգստանում է խեղճը։ Դու կոնկրետ երկու անգամ հարամել ես ու շարունակում ես հարամել, բայց մեզ էլ մի քիչ հանգիստ պետք է իրականում, որովհետև սեպտեմբերից ենթադրում ենք ել ավելի մեծ խառնաշփոթ լինելու եւ գոնե ուժ ունենանք լուսաբանելու, հա։ Դրա համար մենք ներողամտորեն ստե ուզում ենք իրականում մի հատ ուսապարկ տնենք, բայց ասեցինք, քանի որ սա քաղաքացիական պայմանագիր խմբակցություն չի, դրա համար որոշեցինք վերջում այդ ամեն ինչը չանել։ Խոսացինք արձակուրդներից, խոսացինք Հռիփսիմեից, տեսել էինք, որ մեկնաբանություններում մարդիկ գրել էին, որ Հռիփսիմեն լավ կլինի վերադառնա, արի զանգենք, մի հատ հասկանանք, տեսնենք ընդհանրապես։ Բայց արի կարդանք մեկնաբանությունները նոր։ Արի լավ կարդանք։ Մի քիչ էլ հետաձգենք հարամը Հռիփսիմեի արձակուրդի մեկնաբանությունները։ Նայ, նախորդ շաբաթ մեր հաղորդմանը Դավիթ Ներաղես Սարգսյան եւ Սիլվա Ղազարյանը գրել է. «Սիրելի Դավիթ», ռուսերեն է գրել։ Ես դզեց շատ եմ սիրում, դուք շատ կիրթ, շատ կրագետ եւ ամենակարևորն շատ դաստիարակված անձնավորություն եք ու իմացում ենք ձեր կեցվածքով, ձեր պայվածքով, ձեր իմաստությամբ ու ձեր գիտելիքներով, նաեւ ձեր անունով, որին իրոք արժանի եք։ Ես հիանում ենք երևի։ Հիանում ենք ձեր Հիացմունք, էլի, ես հույս ունեմ։ Նո, Դավիթով մենք էլ ենք հիանում, որ կարողացա տող արտող վերարտադրել այս ակցենտը պահպանելով, կարողացա այդ ամեն ինչը Տիկին Սիլվայի ձայնով էլ խոսեր վերջ։ Նունե Պապոյանն էլ գրել է շատ ուրախ եմ Դավիթին տեսնել ձեր հաղորդմանը։ Նայ, մենք հիշում ես մի երկու թողարկում էլ խոսում էինք Ծառիկյանի շուրջ տեղ ունեցող զարգացումներից, ովքեր աջակցեցին, ովքեր չաջակցեցին, եւ օկտատերերից Արմեն Համբարձումյանը գրել է, որ ռաբիզ երկիշներ Վլեն ու Թաթուլը ի աջակցություն Ծառուկյանի խոսք են ասում, իսկ օլիմպիական չեմպիոնները ղզիկի պես լռում են։ Վարտավառի մասին էինք խոսել, հիշում ես։ Այո, ցույց ենք տվել 18+ պարերը։ Նույն օկտատերը գրել է, որ դա Վարտավառ չէր, հնդիկ լողացնելու օրեր։ Լավն էր։ Եվ մեր Բարսելոնայի հավատարիմ ունկնդիր, ունկնդիր կարելի ասել, դիտող Նունե Պապոյանը գրել է, Փայլակ ջան, հարազատս Բարսելոնայում թե բնակարանի գները, թե ուտելիքները խանութներում, թե ռեստորաններում ավելի էժան է, քան Երևանում։ Եթե չեք հավատում, կարող եք ինտերնետով նայեք, հարգանքներով ձեր շատ սիրող Բարսելոնից։ Ну, ասա որ դա բոլորն են ասում, բոլոր զբոսաշրջիկները գալիս են Երևանում անակնկալի են գալիս։ Երբ որ օրինակ մենք մտածենք, թե արդյոք գնալու ենք արձակուրդ, թե չենք գնալու արձակուրդ, մենք պետք է որոշենք, օրինակ 3 օր գնալ օրինակ Հայաստանի Դիլիջանում, Ծաղկաձորում հանգստանալ, թե 7 օր օրինակ Եգիպտոսում։ Դե բնականաբար մարդիկ կգնան ծով, հա։ Դու օլիգարխ ես։ Եվ որ Ստեփանյանը գրել ապրեք, կեցեք, Փայլակ ջան, մերսի իմ կոմենտը կարդալու համար, բայց ինչի կիսատ, չեմ հիշում իրականում եթե կիսատ եմ կարդացել։ Բայց չէ, դու բոլորը կարդացիր։ Բարդ հաղորդումը հունիսի 7-ին պետքա լիներ, Արփի Սուքիասյան ջան, մերսի, որ գոնե ընդունեցիր։ Ինչը։ Որ պետքա հունիսի 7-ի թողարկումը որ տեղի չունեցել, ենթադրում եմ դրա մասին է։ Նա ելել նույն լրագրողի մասին է, Արթուր Քյոսյան, առաջ շանտում էր։ Կարող է հիմա էլ ներկայում ես 5-րդ ալիքում է։ Դու 5-րդ ալիքում ես աշխատում, կա ձեր մոտ նման լրագրող։ Ոչ։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ցավոք սա պետական բեսպրիդել ու ռեկետա ոչ մի լավ տեղ չտանող։ Բայց ես այնուամենայնիվ առաջարկում եմ, թող եթե կա Արթ Քյոսյան լրագրող, կարող է կապնվել մեզանից ինչ-որ մեկի հետ, հասկանանք, տեսնենք ինչը, ամեն դեպքում իրեն ուզում են տեսնել տաղավարում, կհասկանանք հնարավորության դեպքում։ Սիրով մեր գործընկերն է վերջում։ Արթ գրել է, որ բարև ձեզ հարգելիներս, մի մեջ շատ խնդրանք, բարձրաձայնեք, խնդրում եմ, արդեն 9 տարի է համաներում չեն հայտարարել։ Ինչու
Ինչու շատ խնդրում եմ, դա չգիտեմ ինչու ոչ մի հարտակից չի բարձրաձայնվում։ Ես ասեմ մեզ հետևողին, որ Փաշինյանը կարծեմ մի առիթով ասել է, որ համաներում չի լինելու, չի հայտարարելու, այո։ Այդ մասով հույսներդ կտրեք։ Մնացած մասով իբր ամեն ինչ նորմալ էր, այդ մասով գոնե հայտարարել։ Բայց այնուամենայնիվ, քանի որ մենք հնարավորություն ունենք առաջիկայում տարբեր պաշտոնյաների այդ ոլորտը համակարգող, այդ թվում եւ արտադրության նախարարին հանդիպելու մեկ անգամ եւս այլ Բայց եթե վարչապետի հրահանգը կա, դու ինչ ես կարծում, պիտի Սրփուի Գալյան ասի, այո, ես համաներում եմ անում։ Իրավիճակ փոխվի եւ այնուամենայնիվ համաներում լինի եւ մեկ մեկնաբանություն էլ կարդա Մինասյան ուն գրել է Կորյունին նորից կանչեք, էլի լավ հումոր ունի ու շատ սիրեցինք իրան։ Հա, շատ լավ։ Լավ, նկատի կունենանք Կորյունին հրավիրելու հետ կապված մի անգամ հրավիրեցինք ինչ խերվանք, որ մի հատ էլ երկրորդ անգամ հրավիրել։ Սեծես քննադատա։ Բայց ամեն ինչին ասի չմահավան։ Բայց թող էլի շարունակեն գրել մեկնաբանություններ, ակտիվ լինել, նաև թեկուզ գրել թե ում կցանկանան, որ առաջիկայում մենք որպես գործընկեր կարողանանք հրավիրել իրանց անպայման ցույց կտան, որ տեսնեն, համոզվեն, որ իրանց էլ մարդիկ ուզում են տեսնել այս հաղորդման շրջանակներում, ու ինչ անենք, զանգենք Ռիփսիմեին։ Այո, զանգենք մեր Ռիփսիմեին։ Զանգի։ Չենք դիմանում էլի առանց Ռիփսիմե, սենց ոնց կլինի։ Մի քանի հարց ունեմ էլի, հիշում ես ես որ Դուբայի ինք հարցներում փողերով ես գնաց է, բանի մեզ բին հարցրել տիրան տա։ Չի պատասխանում։ Մերժված ենք մենք։ Ռիփսիմե։ Ասեց եկալ։ Ռիփսիմե, հայտարարած չանես մեզ, պատասխանիր։ Լավ, եթե չի պատասխանում, կարող ընթացքում հետ կզանգի կամ հաղորդման կամ կփորձենք մենք ավելի ուշ։ Պատասխանիր, սպասիս չի լինի։ Դե հիմա ինչ կա։ Ռիփսիմեն լա տեսնում է լրագրողը զանգում, չի պատասխանում։ Պատկերացնում ես, ասի Արփինա, չեմ ուզում, գնա։ Ես երևի շատ ենք հարամել ես խեղճ։ Կարող է։ Դրա համար որպեսի դավադից չանենք, անջատի, գնա նստի քո տեղը։ Ինչ բառեր ես օգտագործում գողական։ Չունե։ Ոնց ասեմ։ Ահա, մեր սիրելին։ Տես ես փայլակը ասում էր, որ դու չես պատասխանելու։ Ու նա դրսում է, նայի։ Տես։ Հիմա ես ինչը ձայնագրեմ սրա։ Այն քո մասին վատ բաներ էր ասում։ Եթերում չեք, չէ՞։ Եթերում ենք։ Լուր, հայո։ Արփին բաց է տապիկը։ Դու կարաք ինձ խառը վիճակում երբ։ Բայց խես խառը։ Լսի, ես մի քանի հատ արագ հարց տամ, ում փողերով էիր գնացել Եգիպտոս։ Իմ անձնական, իմ աշխատած փողերով։ Հասկանում ես վրեժ ալուծում, հիշում ես, որ դու հարցնում ես ում փողերով ես։ Всё, մեկ առ մեկ, չեկերը, ՀԴՄ-ները սաղ վերցրել ես։ Կարարագրերը կներկայացնեմ։ Ինչ ես բերել մեզ ընդուց։ Իմ աշխատավարձով եմ գնացել Եգիպտոս, ոչ մեկի գումարի կարիքը չունեմ, այդպես։ Ինչ ես բերել մեզ Եգիպտոսից։ Մանգո եմ բերել, հալվաներ եմ բերել, Տնաշեն, մենք միջև քեզ տեսնենք այդ մանգոկը փչանա։ Բայց դու կկացեք, ոնց եք վերցնելու։ Ոնց մանգո։ Այ եկամելի չէ՞։ Հալվաներ, այ դա չի փչանա։ Ինչ։ Հալվա։ Հա, ես էլ ասում, բա որ չէի լսել, չէի ասում։ Հա, բայց ոնց անցավ այնտեղ։ Ինչպես։ Լավ անցավ։ Լավ անցավ, ուղղակի եւ գնալը եւ վերադարձը պրոբլեմային էր, 3 ժամ հետաձգում ունեցավ չվերթը եւ հետ գալուց հատկապես Եգիպտոսի օդանավակայանում հայերը բունտ էին բարձրացրել եւ ուզում էին ծեծել արդեն համարյա բաներին, աշխատակիցներին, որովհետեւ դռները փակել են եւ օթորակիչները մինուս չգիտեմ քանիսի վրա էին դրել։ Դե նկար էիր այդ ամեն ինչը։ Լսի, հա, տեսանյութեր ունեմ կհրապարակեմ, ուղարկեմ կամ էլ դուք կհրապարակեք այստեղ, բան էի անում, երեխաները մրսում էի, ասում են կոնդիցիոները անջատեք, ասում են չեք կարա, համակարգա մեր գործը փոխարենը այսենց մի 20 սանտիմանոց շարֆերն էին վաճառում $2, երեխա ունեցող ստիպված առնում։ Այ քեզ բան, համակենտրոնացման ճամբարի խցիկ են սարքել։ Նայ Ռիփսիմե, լավ իրականում մենք տեսնում ենք, որ դու դրսում ես։ Այդ սոստ Եգիպտոսում, բայց ես մի հարց ունեմ։ Մարդիկ մրսում էին օդանավակայանում։ Իսկապես տարբերությունը մեծ է, չէ, Եգիպտոսի գների եւ Հայաստանի, այսինքն հանգիստ է այստեղ եւ Եգիպտոսում միանշանակ մարդիկ նախընտրում են, որովհետեւ ավելի մատչելի է։ Հայաստանում ինձ թվում է 3 օր հանգստանալու փոխարեն Եգիպտոսում կարող է
30-ը չէ, շատ ես ասում, իսկ դու $1 դրել էիր սեյնակում, քո համար կարապ սարքել էին։ Այո, ավելին ասեմ, որ բանք էի թողել, Սենց հեյավետար էի սրբիչով թողել, այդ օրը ավելի սենց սիրուն հրաշք կարապներ էի սարքել, կան այդ օրը, որ ասենք դա ինչ կարող Լսի, նայ, Եգիպտոսում տունված է, էլի, որ ասենք այդ Չայվոյի ասված է, որ համարից դուրս ես գալիս, ասենք գնաս բասեին կամ ծով եւ այլն կամ թարապես, դե գալիս են մաքրելու, չէ, որ ասենք տեսնում են, որ $1, $2 նայած ով ինչքան է թողնում, այսինքն ըստ տված գումարի չափի կարող է հետ գաս տեսնես սեյնակը զարդարած, դե հիմնականում այսինքն կարապ են սարքում սրբիչներով, չիրեմ, սրտիկ են սարքում, եթե զույգեր են լինում եւ այլն, մի խոսքով, այսինքն դա Հայաստանում ինչ պիտի սարքեն օրինակ քո կարծիքով Սրտիկ։ Լսի, բայց իրականում մենք տեսնում ենք, որ դու դրսում ես, բայց ինչի քեզ զանգեցինք, որովհետև նա հեսա երրորդ հաղորդումն է, որ դու չկաս, ու մարդիկ հարցնում են, նախ ուզում ենք ցույց տանք, որ քո հետ ամեն ինչ նորմալ է, եւ նաեւ եթե խոսք ունես ուղղելու այս պահին մեզ դիտողներին, կարող ես ուղղել եւ գնալ քո գործերով։ Շարունակեք ինձ կարոտել, շարունակեք ինձ հետևել, հայլակը չգիտեմ, ինտրիգային հայտարարություն արես նախորդ հաղորդմանը, որ ես չեմ դինելու, Ինտրիգ էի պահում։ Իլյաց ինադուս։ Այո, գլուխդ ուզում ա ուտի։ Բայց նա ինչ չկաս տեղը դեմ նստել։ Կիսուրը մեռավ տեղը լոնացավ։ Մի որ ժամանակավոր է, բայց ես այս պահին իմ Մենք բոլորս սիրենք կյանքում մեր անցավոր, Մեր ծննդյան փուչորի ցերտով ալիս անցենք կենում այս խոսակ թե ինձ լսեք։ ասում էի։ Ասում եմ, ես այս պահին իմ անձնական երջանկությունն եմ ապրում, որովհետև քրոջս 7 տարի չէի տեսել եւ վերջապես վերադարձա։ Աչքդ լույս ռիփ, իսկապես։ Այսպես ընտանեկան հավաքների շքերթ է մեր մոտ սկսել։ Դրա համար մի քիչ այդ միջավայրերում խառեր։ Դե գնա վայելի քույրիկի։ Գնա վայելի, պաչում ենք։ Պաչ։ Ասեք, ես էլ ձեզ։ Հաջող։ Ահա, թողենք այս մարդուն հանգիստ։ Իհարկե։ Առավելևս նենց բան ասեց, որ մենք չէինք էլ կարող այլ։ Խելո գնամ այնտեղ ես այ։ Գնանստի, ես ինչ մոծակիր։ Ասա։ Գնանստի։ Ափսոս մանդատ չունես, թե չեք ասեի գնանստի մանդատը վերցրու, որտեվ արփինայի։ Այս շաբաթ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվեց մանդատները, վերցրեցին նորընտիրները մանդատն իրենց ձեռքերը։ Եվ ինչ։ Եվ իշխանությունից կային մարդիկ, ովքեր հրաժարվեցին, եւ ընդդիմությունից, դե գիտես, երկու ընդդիմադիր ուժ կա խորհրդանում, ուժեղ Հայաստանն ու Հայաստան Բայց ԿՊ-ից եմ ոնց որ ավելի շատ չէ։ Հա, ԿՊ-ի գործադիր կազմը մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մանդատներից հրաժարվեցին, նախարարներ էին, ասեցին չենք ուզում այդ մանդատը, թող մնա ձեզ։ Արի մի հատ նայենք մի քանիսի անունները թվարկել է, առանձնացրել ենք այդ հատվածը նայենք ու շարունակենք։ Ուժեղորձրած ճանաչել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջին հերթական համար, Արարատ Սամվելի Միրզոյանի երկրորդ հերթական համար, Անահիտ Թորգոմի Ավանեսյանի երրորդ հերթական համար, Սուրեն Ռաֆիկի Պապիկյանի չորրորդ հերթական համար, Գևորգ Հարությունի Պապոյանի 5-րդ հերթական համար, Սրբուհի Հովանեսի Գալյանի 6-րդ հերթական համար, Արսեն Գևորգի Թորոսյանի 13-րդ հերթական համար, Ալեն Ռոբերտի Սիմոնյանի 14-րդ հերթական համար, Լիլիթ Կամոյի Մակունցի 15-րդ հերթական համար, Դավիթ Հովանեսի Խուդաչյանի 16-րդ հերթական համար, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանի 17-րդ հերթական համար, Արեն Միքայելի Մկրտչյանի 20-րդ հերթական համար, Գներ Հենզելի Սանոսյանի 26-րդ հերթական համար, Տիգրան Արմենի Այվինյանի 31-րդ հերթական համար, Մխիթար Իոսիֆի Հայրապետյանի 36-րդ հերթական համար, Միլադա Մկրտչի Հովանեսյանի 43-րդ հերթական համար, Սերգեյ Լևիկի Մովսիսյանի 45-րդ հերթական համար, Հայկ Վալոդիայի Հալումյանի 49-րդ հերթական համար, Վաղարշակ Սոսի Հակոբյանի 50-րդ հերթական համար, Հա, եւ մի քանիսն էլ ընդհանրապես հա, մարզպետներ են, օրինակ նույն Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել ըստ Նիկոլ Փաշինյանի չի ցանկացել գործադիր ու շարունակի աշխատանքը, բայց նաեւ մանդատից է հրաժարվել, ըստ էության պարզ չի թե ինչ է լինելու։ Ասացին ինչ հակասություն կա ինչ որ իրենց։ Հա, որոշակի հակասությունների մասին ես էլ եմ լսել, բայց ասում այնուամենայնիվ այս պահի դրությամբ պարզ է, որ Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի ԲՏԱ նախարար
նախարար եւ չի ունենա падգամավորական մանդատ, չնայած որ խոսակցություններ կան ինչ որ ֆեդերացիայի նախագահ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեկի պարավա ուղղակի անունը չեմ հիշում։ Երկու նախարարի մասով ասում են երկու նախարար չի լինելու, առաջվանը չեն լինելու էլի։ Ու դե ընդդիմությունից Հայաստան դաշինքից ըստ էության մենակ падգամավորական մանդատը չի վերցնում Ռոբերտ Քոչարյանը, մյուսները եւ 12 падգամավոր չէ ունի Հայաստան դաշինքը ունենալու այս նոր խորհրդարանում 13-րդ համարն է փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին, բայց նայ, այստեղ ես ինչն եմ ուզում մեր հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրել, միշտ խոսվում էր Աղվան Վարդանյանի падգամավորական մանդատը չվերցնելու մասին, իսկ ինչ էր խոսում, որովհետեւ գիտես նախընտրական շրջանում ինքը խոստում էր տվել, որ եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի վարչապետ, ես չեմ վերցնի падգամավորական մանդատս, որպես ընդդիմադիր ոտս չեմ տնի խորհրդարան եւ բայց մարդը դժեց իր խոստումը ու հայտարարեց որ ու ինքն էլ հենց հայտարարեց որ դժում է ու դա էականը դա չի օքեյ կարաս ինչ որ մի փոլում կամ չգիտեմ էմոցիաների տակ անես հայտարարություն ԶԼՄ-ներից մեկին բայց հետո քեզ քննադատողն են երբ որ օրինակ մարդիկ ասում են որ գիտես ինչ կա սենց բան ես ասել բայ այդ խոստումը ինքը ոչլոտություն է անվանում մարդկանց այսինքն ասում է որ սա ոչլոտության այն ժամանակահատվածը որը ինքը լռել է այսինքն որ չի հայտարարել վերստումը թե չի որ ըստ իրա ոչլոտության ստուգում է կհիշես մեկ էլ ով էր մարդկանց ոչլոտ անվանում չէ Աննա Հակոբյանը Տես, բայց Աղվան Վարդանյանի պարագայում մի քիչ բան է, որովհետև նա մի օրինակ ունի հրաժարվելու, այնպես չի որ առաջին անգամը ինքը որ թողել է մանդատը եւ այլն, այսինքն մի նախադեպ ունի, այս անգամ չգիտեմ պատճառը ինչն է, որ sense բայց ինքը ոչ մի անգամ մանդատ չի թողել։ Եթե դու նկատի ունես 2018 թվականին ինքը դաշնակցությունից դուրս եկավ, բայց մանդատը չդրեց, ինքը դաշնակցությունից դուրս եկավ եւ քաղաքական բան, այսինքն ինքը իր սկզբունքներին դեմ գնալու համար ինքը թողեց Այդ շարքերը թողեց դաշնակցության։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ ինքը վերցնում է եւ ոչ լոտ անվանում, այդ դա մի քիչ հարց է։ Հենց այդ է, բայց նայ, հենց այդ օրը, երբ որ լրագրողները գնացել էին կենտրոնական ընտրական հանձնաժողով, լուսաբանելու այդ իրադարձություն անվանենք, միջոցառում անվանենք, մանդատի բաշխում անվանենք եւ այլն, ուտեղ, երբ որ Արամ Վարդևանյանը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը եւս եկել էր, այդ նույն գործընթացին մասնակցելու բոլորը, գոնե լրագրողները ներկա այդ օրը իմացան, որ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը չի քնել, հաց չի կերել, չգիտեմ, ինչ որ տվայտանքների մեջ եղավ եղել են եւ կենտրոնական ընտրական դիմել, որպեսի համաձայնություն տա Նարեկ Կարապետյանի ուժեղ Հայաստանի առաջին համարի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնուի ու լրագրողները փորձում էին կենտրոնական ընտրական ազգաժողովի նախագահից ճշտել ախպեր ինչի մասին է այս ամեն ինչը Փայլակ դու ինչ ես կարծում ինչքան են փորել Աննա Վարդապետյանը ինչքան է տանջվել որ կարողացել է ինչ որ բան գտնի դու ինչ ես կարծում եթե իրենք իսկապես հիմնավոր մի պատճառ ունենային վաղուց այդ քրեական վարույթը հարուցված չէր լինեի Նարեկն էլ Կարապետյան կալանքում չէր լինի Իհարկե Ասենք շատ ծիծաղելի է արդեն, էլի, նույնիսկ ծիծաղելի չի, չգիտեմ ինչ անուն տալսի։ Այս ամեն ինչը այդքան ծիծաղելի չէ լինի, եթե այսքան լացելու չի։ Բայց արի նայենք այդ հատվածը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հուլիսի 13 կամ 14-ին դատախազությունից մենք կրկին ստացել ենք միջնորդություն։ Կրկին Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ Որը որ դատախազությունը հղում կատարելով համանդրական դատարանի կողմից հիշատակված որոշմանը, որ ըստ էության, երբ որ ընտրված падգամավորը քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Եվ ըստ էության մենք այդ իրավիճակը ինչ արձանագրության կազմում ինչ խորհրդարանի կազմի հաստատումը ինչ ընտրված падգամավորների ցանկի հրապարակումը մենք այդ իրավական կարգավիճակը չունենք տեսեք այսօր 17:00-ին նշանակված են արտահերտ նիստ այդ միջնորդության քննարկման նպատակով այդ մասին ցանուցված է Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի լիազոր ներկայացուցիչ պարոն Վարդանյանը ցանուցած է ես լիազոր ներկայացուցիչ ցանուցած եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմից խնդրել են հնարավորություն եթե կարիք կա պարոն Կարապետյանին եւս ցանուցելու այսինքն եւ 17:00-ին այդ միջնորդությունը
քննարկվելու է։ Նայ 17:00-ին քննարկվելու սկսեց, բայց նայ մեր գործընկերները ինչ էին ֆիքսել, որ նախապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում է օրինակ միջնորդությունները, որոնք ստացվել են Նարեկ Կարապետյանի մասով, որ օրինակ նման բան է նախատեսված քննելու եւ այլն, նման բան չկար։ Ու բոլորը ուզում էին հասկանալ, այդ թվում եւ Արամ Վարդևանյանը, այդ մարդը, չգիտեմ, Այսինքն միջնորդությունը հիմնավորման պիտի հրապարակվի, ոչ հրապարակում նկար, ոչ հիմնավորումը, ինչի համար։ Հենց այդ ու դա էլ ուզում էին լրագրողները հարցնել Արամ Վարդևանյանին, ու մարդն էլ փորձում էր, չգիտեմ, իրավական բառերով բացատրել մի բան, որը ըստ իրանց քաղաքական է ու հնարավոր էլ չի, բայց եկեք լսենք նաև Արամ Վարդևանյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ, որը հիշում եք այդ իրականության, օբյեկտիվության, ընդհանրապես տրամաբանության հետ առնչություն ունեցող մեղադրանքի մասին էր խոսքը, համաձայնություն տալու հանգամանքը բավարարելու։ Նշվածը չի հանդիսանում անձեռմխելիությունից ընդհանրապես զրկում։ Ես տեսա մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը։ Այնուհետև սկսվեց քննարկումը արդյոք խափանման միջոց ազատազրկելուն վերաբերող կարող է կիրառվել, թե ոչ, կրկին դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի ունենում։ Մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները։ Շատ պարզ ասեմ, նիստի ընթացքում, որը կրկին դռնփակության կարգով էր քննվում, падգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում։ Այն հարցը, որը մի քանի ժամ առաջ միասին էին քննարկում նույն Սահմանադրական դատարանի 16-19 որոշման տրամաբանությամբ։ Ակնհայտորեն ձեզ բացահայտեմ նաեւ, ես ինքս հիմա եւս ունեմ падգամավորի կարգավիճակ։ Նարեկ Կարապետյանը ունի падգամավորի կարգավիճակ։ Ուզում եմ նաեւ նշված դետալը եւս բացահայտել, Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստան առաջիկայում ձևավորվող խմբակցության տեսանկյունից այնպիսի առանցքային դերակատարում ունի, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ այս ամենը, երբ ասում ենք, նպատակ ունի նաև քաղաքական ընդհանուր գործունեությունը, ոչ միայն Նարեկ Կարապետյանը, այլ ուժեղ Հայաստանին խաթարելու պատահական չենք նշում։ Այսինքն ինչի մասին այս ուժը ամիսներ շարունակ խոսում է, չէ՞։ Այ մի բան ֆիքսել։ Արամը ծերացել է, այս ընթացքում զգացի, սպիտակ է։ Բան չասեցի, բայց նայ, ինչ էր, այսինքն մարդիկ արձանագրում են, որ քաղաքական հաշվի հարդարը ըստ էության շարունակվում է իրանց ուժի նկատմամբ, որտեղ գիտես, իրանց ուժից մի քանիսը կալանավորված են, այդ թվում եւ падգամավորի արդեն մանդատ ստացած Դավիթ Ղազինյանին, որի վերաբերյալ եւս նույն օրը կայծակնային արագությամբ ըստ Արամ Վարդևանյանի մեջբերում եմ իր բառերը, գործը ուղարկվել է դատարան։ Ու Նարեկ Կարապետյանն էլ նաեւ անդրադարձել է այս ամեն ինչին, նաեւ մեծ դիտողները ասենք, որ ըստ էության սահմանվել է բացակայելու արկել եւ 1 միլիոն դրամ գրավ։ Ու Նարեկ Կարապետյանն ըստ էության սա տպավորություն ունեմ, որ հենց բյուջեում sense մի քիչ ավելի, այսինքն իրանց պարգևավճարներից ճեղքված կա առաջանում, ինչ որ հարց պիտի լուծեն, թեկուս ասֆալտ փռելու բանի մաս։ Ինչ որ հոդվածներ են առաջ գալիս, ինչ որ բաներով, չէ, բայց մի րոպե այդ գումարը ես հասկացա, ինչ դու նկատի ունես, որ օրինակ վերցնում են, չէ, բայց այդ գումարը ըստ էության չի ծախսվում։ Գոնե ես ինչքան գիտեմ օրենքը դա թույլ չի տալիս ինքը տալիս դա մնում է եղբայր, բայց սա Փաշինյանի իշխանությունն է, լիքը բան հիմա աբսուրդային է, որը մեկը չէր հավատում, որ սա կարա լինի։ Հիմա լինում է։ Հիմա Նարեկ Կարապետյանն էլ ասում է, որ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնել ըստ էության հանցագործություն է համարվում, այսինքն որ Բերտի Պուտյովկա են ասում, որի հետ է դարել։ Ուզում ես գնաս Բերտ, հա, քաղաքական հայտ ներկայացրու։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։
Հիշում ես, որ Մուկուչյանին անդադ ասում են թիվ 1 նկարիչն է, թիվ 1 այսինքն Վահագն Հովակիմյանը գերազանցել է ալրի ու ամբողջ համացանցը մարդը որ տովում է։ Տես, ամբողջ համացանցը հիմա տեսել ես այդ նկարները, որ ասում բաց ճակատը շրջանակի մեջ վերցրած, հա ճակատի բացնելուց չի դժգոհ։ Ես նաև գիտես ինչ էի տեսել, այն որ կա չէ, հատկապես երեխաների համար են գնում են ներկիր ինքդ, տենց ինչ-որ հա, տենց բան կար ու ասենք Վահագն Հովակիմյաններ ներկում այդ ամեն ինչը, դες տենց մեմերել եմ տեսել, բայց նայ ու երբ որ ես վստահ եմ որ Վահագն Հովակիմյանը, ով նաև նախկինում լրագրող է եղել, համացանցից շատ լավ օգտվում է ու նաև տեսած կլիներ համացանցի արձագանքներ, այս համացանցում մարդիկ են, չէ, արձագանքում, այսինքն հասարակության արձագանքը ու երբ որ լրագրողները կարդում են իդեպ։ Ու երբ որ լրագրողները ասում են, որ գիտեք ինչ կա, օրինակ ձեզ մարդիկ անվանում են մանդատագող, կոնկրետ բերելով ԲՀԿ-ի ձայները գողանալու հանգամանքը եւ այլն, նախագահ փրփռում է եւ ասում է, որ լրագրողները դրանով թիրախավորում են եւ այլն, այսինքն նախկին լրագրողը, որը եւս վստահ են, որ բավականին սուր հարցեր է տվել, մեջ բերել է հայկական ժամանակ ընդդիմադիր էր։ Այո, մեջ բերել է այս կամ այն գործ չի ասածը, հանրության այս կամ այն տեսակետն է փոխանցել X պաշտոնյան, իսկ ինչ անում լրագրողը ասում է, որ օրինակ նման տեսակետ կա։ Այո։ Եվ կարա փաստով ցույց տա, որտեղ այդպիսի տեսակետներ բազմաթիվ անգամներ մեր հետ զրույցներում տարբեր գործիչներ հայտնել են եւ Սահմանադրական դատարանում տեղ ունեցող նիստի օրերին եւ բուն ընտրությունների արդյունքները ամփոփելուց անմիջապես հետո, բայց մեր նախկին գործընկեր Վահագն Հովակիմյանը ասում էր տար պատել է լրագրողների դեմքին։ Դե ոչ բարի զուղիղ իմաստով։ Լավ, այդ մասում բանակ ուզեք ես բան հովակիմա պատասխան ես ուղիղ եմ պատասխանի դուք անտա զուգահեռ շատ երկարեք պատասխան Արմական կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք 20 վայրկյան ձեն չեմ անում Կրկնում եմ Արմական Պաշտոնյաների այդ վիճելը դա լրագրողություն չի լուրջ Ես Փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող Փառքասը Իմ ինչ որ գրել եմ ի տարբերություն ասենք ներկայիս ունակ կայքերի էս աշխարհի ոչ ոք ջնջված չի Ոչ ինչ չի Ոչ մեկ ջնջված չի Ես երբեք Բայց ով ասում է ջնջվածը Այո Սուր հարցեր շատ եմ տվել իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր Բայց այս է հարվում Բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր ձեր հարցը վիավորանք էր ձեր Այսինքն մարդիկ որ անբանտագող Այսինքն երբ որ դու որ գնաս նախագահին ասես որ օրինակ չգիտեմ X քաղաքական գործիչը ձեզ ասում է մանդատակող դու ոչ թե փոխանցում ես X քաղաքական գործիչի ասածը այլ վիրավորում ես Ես մարդկային ասեի որ հարցը Հիմա հնարավոր է հարցի այս սա վկայում այն մասին որ պատասխան չունի համարժեք կռիվ է անում որ ցրի գնա Ասենք ինչի մասին է խոսքը ընտրությունը հաշվարկը չավարտած հիշեցնենք էլի մի հատ ինչ եղավ ԲՀԿ-ի պարագայում հաշվարկը չավարտած ընտրատեղամասերը չփակված Փաշինյանը կանգնեց ասեց մենք հաղթել ենք ընտրությունները Բացարձակ մեծամասնություն դվորում այսինքն նույն գիշեր ասուլիս տվեց Դրանից այն կողմ աբսուրդ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ինչքան էլ ասեն մանդատագող են եղել ընտրակաշառքով են ընտրվել նախկիններն են SNL են դրանից աբսուրդ այն որ ոնց ասեմ խարդախության գագաթնակետը մեկը իրանք է Բայց մեկը նախագահ ասում է որ պարզ ճակատով կարա ասի որ սա ամենաարտար, ամենաազնիվ ու ամենաթափանցիկ ընտրություններն են եղել հիմա տեսակետ է իրավունք ունի գոյություն ունենալ բայց դա չի նշանակում չէ որ հարությունը պարտավոր է դա միանշանակ որպես ճշմարտության գագաթնակետ ընդունել բայց գիտես նաև ինչն է այստեղ մենք խոսեցինք հա մանդատների բաշխումից եւ այլն Հայաստան դաշինքի օրինակ նույն Արթուրը Սարգսյան ով հիմա քրեական գործով է անցնում այդ մարդն ստացել падգամավորի մանդատ ու падգամավորական անձեռնմխելիություն եւ կա նախադեպային որոշում, որը սահմանված է եւ վճռաբեկ դատարանի կողմից եթե ճիշտ եմ մեջբերում եւ Սահմանադրական դատարանի, այսինքն նրա արդեն անձեռնմխելիության հարցը քննարկել է պետք է անի ազգային ժողովը։ Դե ազգային ժողովի նիստեր որպես կանոն չկան հիմա, բայց ինչ ա լինում մարդուն կալանքը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ։ Ինչ տարբերություն ինքը падգամավորը թե падգամավոր չի գնալու գործի։ Չի գնալու գործի։ Որտեղ տանն է։ Հա։ Շղթայված ոչով խորհրդարանն էլ տանել իրանց տուն, ոչ էլ այդ կնոպկեն հնարավոր տանել որ ինքը ինչպես է արձագանքել Արթուր Սարգսյանը այդ ամենին, նայենք այդ տեսանյութը։
Նիկոլին ինչ հրանք տա, իրանք կկատարեն, ես ասա խնդիրը։ Ես այս ընդհանուր հաշվեմ տարի 8 ամիս մնացել եմ կալանքի մեջ, 5 տարի եմ պատրաստ մնալ կալանքի մեջ։ Հարցը կալանքը չի, Ժորժ ջան։ Նոր մեր գործընկերներ եկան, եւս մեկ անգամ ասեմ, այսօրվա խնդիրն էր, որ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրական դատարանի որոշում, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, Փլյուս կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահի երեկվա հայտարարությունը, որ այլևս այս падգամավորի տեխնացուները падգամավորեն եւ իրանց անձեռնմխելիության հարցը պետք է որոշի ազգային ժողովը։ Բայց այսօր դատավոր Ֆարխոյանը 1 ժամ ընդմիջում ուզեց հրահանգը ստացավ եւ ուզեց այսքանով ասեմ, որ Սահմանադրություն Հայաստանում չկա, Վճռաբեկ դատարանի որոշում չկա, օրենք չկա, իրանք ինչ ուզեն կանեն։ Ստեղ իմ կալանքի հարցը չի։ Ես պետք է 5 տարի էլ կնստեմ, 30 տարի էլ կնստեմ, ընդհանրապես վերաբերմունքն է մեր երկրի օրենքների նկատմամբ կանեն, որ դու չես թողում մարդը խոսի եւ զուգահեռ հետո խոսում ես։ Եվ ով է ասում դա։ Զավզակ։ Այսօր դու ես զավզակը։ Շնորհակալություն։ Խնդրեմ նորեն ամեցեք։ Կոմենտի ներից, բայց նային, դե իրավական զարգացումներ, եթե կարելի է ամեն ինչը անվանել, նոր իրավական զարգացումները, որոնք Ծառուկյանի շուրջ են տեղի ունեցել, էլի շարունակվում են մարդուն ԱԱՑ։ Դե դրա համար ասեցի, եթե այս ամեն ինչը իրավական Լսի, ես Գագիկ Ծառուկյանն ես ասում, միանգամից ձեռնաշխտանել եմ։ Հենց այդ է ուզում ասել, որ էլի այս մարդուն ԱԱՑ պատվալից հանեցին տարան քնչական տնտեսական հանցագործությունների ձեռնաշխտա գտնել մի հատ Վայլբերիսով տեսնեմ կա բայց միջև հեսա որ տեսանյութը նայենք ինչի մասին է խոսքը որ էլի մարդու ձեռքերին ձեռնաշխտաներ չկա մտածի TikTok-ով որ կա է որ ասում է նայեք աղջիկներ ջան ունենք S-ը XL-ը XXL-ը մի խոսքով հիմա թող քնչականը նայի կարողա լինեն հա Վայլբերիսով ես հեսա ամեն դեպքում կնայեմ միջև մարդիկ էլ տեսանյութը նայեն Գագիկ Ծառուկյանի դեպքում դժվար է գտնել այդ հատուկ պատվեր պիտի լինի, ինչը որ չգիտեմ։ Հայաստանում կան ձեռնաշխտաներ պատրաստողներ։ Չի դիտեք այդ տեսանյութը ես միջև մանգամ։ Հետ են մղում։ Լսի, բայց իրոք։ Ու ինքը ջանում անենց անի, որ ձեռքերից չընկնի, նայի։ Այսա։ Առաջի օրվանից սա դարձավ պատմություն։ Բայց սա ցուցիչ է, գիտես, Փայլար։ Նայ, ինքը ձեռնաշխտան իրավունքի օրենքի գերակայության, ընդհանրապես կարգի պահպանության խորհրդանիշ որպես, այսինքն դու այն մարդուն, որ համարում ես, այսպես ասած, կարգ օրենք խախտած, դու իրան շղթայելով տանում ես եւ իրանք էլ, այսինքն մեր երկրում էտա վիճակը, բրասլետ է ձեռնաշխտան։ Թևնոց։ Նայ, այդ քոսած բրասլետը ձեռնաշխտան կանդալները, որ տենց խոսակցական ասում են, ինքը պետքա ունենա որոշակի, այսինքն որ դեպքում պետքա ձեռնաշխտա օգտագործել, եթե օրինակ կա մտավախություն, որ փախուստ կդիմի հանրության մեջ վտանգ կարող է ներկայացնել եւ այլն, ինչա մարդուն ուղեկցում են, ֆինանսական ինչ որ հոդվածի համար մարդուն ձեռնաշխտան։ Ու տանում են հարցաքննության ձեռնաշխտաններով։ Դե հասկանալի չես ամեն ինչի համար է արվում բայց միթե չեն կարդում մարդիկ այդ նույն կոմենտները այդ նույն մեկնաբանությունները պարզ մարդկանց պարզ քաղաքացիների այսինքն ծաղրուծանակ առարկան ծաղրուծանակի հիմա իրավապահներն են իրենց այդ վարվելաձևով այսինքն դա իրանց դուր է գալիս որ այնքան ոնց որ ֆրանսիական կինոներում ոնց է ոստիկանությունը անդադ նվաստացվում չէ որ նայես ուշադիր լինես կտեսնես անդադ ծաղրում են հիմա հասել է նրան որ ներքին գործերը ընդհանրապես ԱԱՑ-ն Հայաստանում վաղը ֆիլմեր են նկարելու այս կոմեդիայի ձևաչափի մեջ որ այս խայտարակությունը ասենք նորմալ է սա մի չունես ձեռնաշխտան մի կա հատկապես այս մարդը ենթակա չի ձեռնաշխտաներ էլի մի դիր դրան հատկապես որ հələ եթե անգամ պատվիրել եք ուրեմն տեղ չի հասել ասենք ամեն անգամ Ծառուկյանին ասես լայ ժպիտով ինքը իր վրա ու ջանում է որ հանկարծ չընկնի երևի խնդրել են էլի պարոն Ծառուկյանն այնց հորավորես չընկնի խայտարակ չնեն բաց է եւ կարա եւ շարժման ընթացքում նաեւ ընկնի եւ այլն այլ մի հատ է դրա համար մարդու դեմ քրեական գործ հարուցեն ասեն գույքնես փչացրել պետական պատկերացնում է բայց նա գիտես ինչ էր մենք խոսած ենք չէ նաեւ մեկնաբանություններում էլ էին գրել որ
օլիմպիական չեմպիոնները մեծ մասամբ լռեցին, մյուսները լռեցին, իհարկե եղան մարդիկ, ովքեր խոսեցին, ու գիտես ամենացավալին որն էր, որ խոսում են նաև այնպիսի մարդիկ, որոնք գոնե օրինակ մենք տարբեր իրադարձություններ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած որպես լրագրող լուսաբանել ենք, տեսել ենք նաև այդ նույն մարդկանց քծնակը Ծառուկյան անձի վերաբերյալ, այդ թվում եւ նաև Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի, որի հանդեպ ես ինքս վերապահում ունեմ, ես մի տեսակ չէ, ես դրանից չեմ խոսում, երբ որ պետք է նախագիծ ներկայացվեր, մրցույթ հայտարարվեր եւ այլն, եւ կար մի քանդակագործ, որը եւս այդ մրցույթին մասնակցում էր։ Հասկացա ուր է ստանում։ Վիգեն Ավետիսի մասին է խոսքը, ես այդ մարդուն անձնապես չեմ ճանաչում, ես չգիտեմ ինչ վերջում իր հայտարարությունները մարդկային ինչ որակներ ունի, բայց լսեցի իր մի հարցազրույցից մի հատված, որտեղ ինքը ասում էր, որ լսել է, ընդ որում ինքը ու չի ասում որտեղից է լսել, երբ է լսել, ում է վերաբերվել այդ լսածը, ու ասում է, որ գնացել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցին պատկանող տաղավար, հայկական ժամանակ, հայկական ժամանակի տաղավար, ընդից ասում է, որ ինքը լսել է, որ մի քանդակագործի գցել են Ծառուկյանը, գցել է Արուծի վանդակը, վախից մահացել է, բայց չկա, չի ասում ով է, չի ասում դա երբ է տեղի ունեցել, այսինքն ֆոն է ստեղծում, որպեսի օրինակ գիտես հիշում ես այդ նույն Տուշոնկա օպերացիան Մավել Գրիգորյանին, ես անձամբ եմ տեսել, թե ինչպես էին Վագրերի ու Արչի վանդակի տակ փնտրում մարդկանց դիեր ոսկորներ, իբր քաղված էին, այդպես էլ չգտա, բայց առաջին ինֆորմացիան կներես, այս հիշեցնենք, առաջին ինֆորմացիան, առաջինը միշտ 100%-անոց ազդեցություն ունելու, իհարկե, հետո հերկումները բնականաբար, 60% մաքսիմում, ու նայ, գիտես ինչն էր նաև ստեղ խնդրառույց, երբ որ օրինակ այդ մարդուն հարցնում են, երբ որ ու ինքը դա չի ասում, ու հետո նաև չի ասում, օրինակ հենց այդ նույն պահին է վախից մահացել, թե ասենք Արյուծը չի կերել այդ մարդուն, տեսել է որ վախեցել է, խղճած է, չի կերել, ինքը դուրս է եկել, հետո գնաց է ուրիշ տեղ մահացել, լավ էլի, ես ափսոս անկեղծ չունեմ այդ մարդու համարը, որ զանգեմ, Արուծին կարաս զանգես, Արուծը սատկեց էլ որպես վկայել չենք կարա բերենք, բայց Իվետ Ատոնյանը Ծառուկյանի մամաներ, այնտեղ լիքը արուծներ կային, չնայած էլ կա, չգիտենք որ մեկն է կարողա սառան չէր, որ մեկն է վախացրել ըստ Վիգեն Ավետիսի այդ քանդակագործին, բայց Իվետ Ատոնյանն է արձագանքել, զրպարտություն է իրակերպել այս ամեն ինչը, լսենք նաև Տոնոյանի մեկնաբանությունը։ Առաջին հերթին ասեմ, որ սա բացարձակ զրպարտություն է եւ չի կարելի այսպես սուրճի բաժակնայողի մակարդակով խոսակցություններ անել։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունների ենթակայության տակ գործող լրատվամիջոցները մաքսիմալ այս օրերին գեներացնում են այդ թեզը, փորձելով պարոն Ծառուկյանի անվան հեղինակության հետ կապված նմանատիպ հրապարակումներով հանդես գալ, չգիտեմ որտեղից պեղում են ինչ որ բանախոսների, որոնցից կյանքի գնով էլ լինի, փորձում են ստանալ գետ մեկ նախադասություն, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հեղինակությանը, եւ հատկապես հենց այդ վերնագիրը դրվում է, հենց այդ նախադասությունը դրվում է 40 րոպեանոց հաղորդման վերնագիր, այն դեպքում, որ մնացած 38 րոպեն ընդհանրապես առնչություն չի ունենում Գագիկ Ծառուկյանի կամ նրա գործունեության հետ։ Մենք բոլորս այս տեխնոլոգիաների մասին շատ լավ գիտենք, վստահ եմ նաեւ լրատվական դաշտն այդ ամեն ինչին տիրապետում, իսկ ինչ վերաբերում է Վիգեն Ավետիսի այսպես մտածածին, հորինված, իր վառ ու բորբոքված երևակայության արդյունք հանդիսացող հայտարարություններին, կրկնում եմ, նախ առաջին հերթին դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ, մեկ, երկրորդ մեր փաստաբանական թիմը այո, զրպարտության անհիմն այսպես զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան, մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարությունների համար, իսկ ինչպես գիտեք, նույն Վիգեն Ավետիսը ընդամենը 3 տարի առաջ այսպես մեծ ջերմեռանդությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին։ Նայ, գիտես խնդիրը ինչու՞մն է հասկացանք մենք արդեն Իվետ Ատոնյանի ես չեմ կարող ասել, թե ինչից է գող կամ դժգող մնացել, բայց եթե օրինակի համար ինքը խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, վստահաբար նախ ասենք դրանից, որ բնականաբար նման նախադեպ չի եղել, եւ դա ընդհանրապես նրա, այսպես եմ ասում, վառ եւ բորբոքված երևակայության արդյունք է, ոչ ավելին։ Նայ, գիտես ես ինչի մասին եմ ուզում խոսել, մարդկային կերպարներ կան, չէ, որ օրինակ կարելի է համեմատել օրինակ Վիգեն Ավետիս եւ Գեգամ Նազարյան։
Ինչ տարբերություն։ Հենց այդ եմ ասում, չէ՞։ Ու նայ Վիգին Ավետիսը, երբ օրինակ, չգիտեմ, Ծառուկյանի շուրջ զարգացումները ավարտվեն, իսկ մի օր ավարտվելու է, չէ՞, բոլորս էլ դա շատ լավ հասկանում ենք։ Կապ չունի ելք ինչպիսին կլինի, դա կլինի 1 ամսից, 2 ամսից, 1 տարուց կամ 5 տարուց, ու երբ որ օրինակ նույն էս իշխանությունը չլինի, Վիգին Ավետիսը օրինակ, երբ որ հրավիրեն իրան մեկ այլ տաղավար, ինքն էլ օրինակ կարող է, չգիտեմ, իշխանության այս պայն իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ պատմություններ հորինի, պատմություններ պատմի, Փաշինյանը ինչ ա արել, որ ինչ ոնց է իրան ահաբեկե, որ կառավարական ամառանոցում, օրինակ, չգիտեմ, հայկական ժամանակում, որ այս նույն հայտարարություն անի, գիտես ոնց ահաբեկեց իրան Փաշինյանը, բացառվում է, չէ։ Չէ, հենց այդ է։ Գիտես ինչն եմ ուզում այստեղ շեշտ։ Մենք չենք արդարացնում այս մարդկանց, նույն նախկին Ծառուկյան եւ այլ։ Ոչ մեկ չի արդարացնում, ասում ենք։ Չենք աստվածացնում, այսպես ասեմ, որովհետեւ մենք լրագրողների լիքը բանավեճեր ունեցել ենք այս մարդկանց հետ, ունենալու ենք անշուշտ, իրենց դուր չեկող հարցեր անշուշտ տալու ենք։ Ամբողջ խնդիրն է նա, ես ուզում եմ սա հստակ լինի, որ մեր ասած է նա, որ պետությունը պիտի իր բարձունքում լինի, պաշտոնյան պիտի իր բարձունքում լինի, այսինքն եթե դու քայլում ես, դու պիտի չսողաս։ Այս Եվ ամենակարևորը խոսքը պետք է ունենա արժեք, այսինքն ուղղակի զուտ վերնագրի համար չպետք է ասել, դիտումնի համար չպետք է ասել, չպետք է ասել, որ քեզ քննարկեն, ու կապ չունի, կան մարդիկ, որոնց հետաքրքիր չի դա, ինչպես է դա քննարկվում, լավ լույսի ներքո է քննարկվում, կարևոր է, որ իրանք հայտնվեն մամուլի էջերում, կարևոր է, որ իրանց մասին խոսեն, եւ այլն, եւ այլն, եւ այս սա խոսում է այն մասին, որ իմ երկրում իրավունքը պաշտպանված չի, երբ որ իրավունքը պաշտպանված չի, մի օր դա հասնում է այդ սուրը ինձ նաեւ, չէ։ Բայց խոսացինք հա դատական բաներից, այս շաբաթ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը փոխվեց, նրան տուն ուղարկեցին, բայց գիտես, հեսա մենք կլսենք Վարդան Ղուկասյանի դատարանում խոսք ասեց, բայց որոշակի խոսակցություններ կա, որոնց մասին եւս մենք պետք է խոսենք, այդ թվում եւ լրատվամիջոցներում կան այդ խոսակցությունները, որ կա որոշակի քաղաքական պայմանավորվածություն, ինչի հետ, այսինքն այն, որ օրինակ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է լինելու նրանով, որ առաջիկայում նրա ավականիները մանդատները վայր կդնեն։ Կարծում ես։ Ինչի չեմ հավատում։ Ինչի չես հավատում։ Որովհետև Փեսան կարող էր մանդատը վայր դնել, գնար դառնար падգամավոր ուժեղ Հայաստանից Վարդան Ղուկասյանի, բայց չարեց, չհրաժարվեց։ Բայց չէ, դա կապ չունի, բայց ինքը կարող է օրինակ ամբողջ իրանց ֆրակցիան, այդ թվում եւ Փեսան բան լինել։ Դու կարծում ես Վարդան Ղուկասյանը դրա դիմաց արտն, այսինքն վախեցավ ինքը։ Ես նման բան չեմ կարծում, ես ասում եմ կան նման տեղեկություններ, հիմա դու ուզում ես իմանալ իմանալական տեսակետը ինչպիսին է, ես չեմ ուզում որևիցե կանխակալ տեսակետ հայտնեմ այդ հարցի վերաբերյալ, արդյոք հակված է մտածելու, որ Վարդան Ղուկասյանը կգնա գործարքի թե չի գնա, ես իմ տեսակետը այդ հարցի շուրջ չեմ հայտնի, որովհետև ես ուզում եմ փաստերը համադրելով, իսկ եթե նման զարգացումներ լինի, մենք բնականաբար դրա հնարավորությունը կունենանք, կանրադառնանք, կխոսենք, բայց այն որ ասում է առանց ծուխ կրակ չի լինի, հետեւաբար հուսանք սա այդ դեպքից չի լինի, ուղղակի հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն պնդում է, որ Գյումրիում պետք է տեղի ունենան արտահայտ ընտրություններ։ Նայի, փայլա, Գյումրի ընտրությունը Վարդան Ղուկասյանի իշխանության գալը մնացել է Փաշինյանի կոկորդի։ Եվ այդ մարդը ասում է, որ Գյումրիում պետք է անհապաղ տեղի ունենան արտահայտ ընտրություններ։ Ոնց պետք է տեղի ունենան արտահայտ ընտրություններ, երբ որ օրինակ չեմ ավականին երկու նիստ չկարողանա գումարել։ Մանդատները վայր դնել։ Եվ այսինքն այլ եղանակներ դու գիտես, թե չգիտես, բայց ամեն դեպքում արել։ Ղուկասյանը ամեն դեպքում մինչև այսօր չի արել մի բան, որ ցույց է տալիս, որ ինքը իր սկզբունքներից հետ կանգնող։ Ղուկասյանը մի ժամանակ ես սա ուղղակի մեջ բերեմ, գուցե դու լավ չհիշես, Ղուկասյանը Սերժ Սարգսյանին էր պաշտպանում, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Ջանիդ Ղուրբան արտահայտությունն է արել Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց, հետո Վարդանանց հրապարակում կոռացել է Քայլարա մերժիր Սերժին, եթե սա քեզ որպես հիշեցում սկզբունքների եւ դիրքորոշումների փոփոխության մահափորձի ինչ որ բաներ եղան իր դեմ եւ այլն։ Դառնում ես բանից խոսեցի, բայց արի լսենք ամեն դեպքում նաեւ նրան։ Երբ որ տիրոջը խաչում էի, ինքը ասում էր հայր, ները սրանց մեղքերը, զի ոչ գիտեմ, զի ինչ գործ է։ Ամբողջ աշխարհի ջրերը ստեղծողը մինչև հիմա որ ջուրը ստեղծել է, մենք խմում ենք։ Խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին։ Եվ այնտեղ միտեղ ասում է, թե եթե մի երեսի կխփեն մյուսն են դենտուր, այդ եղբայրդ։ Մենք իրար եղբայրներ ենք։ Որովհետև մենք խոսում ենք հայոց լեզուն, մենք մկրտված ենք սուրբ առաքելական եկեղեցով, եւ ուզում եմ այդ սկզբունքով մենք մեկս մյուսից նայենք
եւ ասեք, ես մի բան ունեմ ասելու։ Ովքեր որ իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրանց նորողամտությամբ նայի եւ արժանացնե իմացություն տա եւ արժանացնե Տիրոջ աչակողմյան տասին, ես որպես հավատացյալ մարդ պետք է դանդեմ ասում, մնացած դե ծեր խրջով ոնց գիտեք այդպես արեք։ Շնորհակալություն։ Լսի, բանը Բագրատ Սեփազադի պատմածը հիշեցի, ասում է դե կալանավայրում փաստորեն էսպես որ այդ խցերը մեկ ընդհանուր ոնց որ հրապարակ լինի, այդպես հասկացա ԱԱՑ-ի էլի պատվալ կոչվածում։ Ասում է դե պատարակների սովորաբար Միքայելն ու Արշակ Սրբազանները երբ որ արդեն չեն եղել, ինքը մենակ պատարակները մատուցել է, հատվածներ կան որ սարկավագները պիտի երգեն, էլի, այսինքն պատարակիչը չէ, արդեն սարկավագը պիտի։ Ասում է դե այդ հատվածները բնականաբար բաց եմ թողնում, որովհետև դա երգող չկա։ Ասում է մի օր պատարակ եմ անում, մեկը դիմաց, մեկը այդ հատվածը ես եւ այլ պատարակի ընթացքում ասում է սկսեցին երգել այդ սարկավ Դու ասա, Վարդա Հակասյանն է, որ պատարակները անգիր գիտի, ասում ոբշես լավով, հետո բանի ժամին, ինչ որ հանգստի ժամ ունեն յուրաքանչյուր կալանավորներից, յուրաքանչյուր իր հանգստի ժամ ունի, զբոսանքի այսպես ասած ժամը, ասում է դուրս բերելիս նոր տեսանք հեռվից, որը դա ձայնից էլ նույնիսկ չեն հասկացելով, հետո տեսել եմ, որ Վարդան նախագահ, բայց Բագրատ Սեփազանին ասեցիր, այս շաբաթ նաև նրա եւ մյուսների գործով դատական նիստն է շարունակվել ու բավականին ըստ էության Իդեպ ասեմ, че Տաթևիկը տեսար Սողոյան գրել էր, որ 20 րոպե սկսվել է դատական նիստը, ոստիկանները չեն գնացել, որպեսզի բերեն Բագրատ Սրբազանին դատական նիստին, Բայց դատարանից դատական նիստից հետո լրագրողների հետ է խոսել Բագրատ Սրբազանը, կարող ենք նաև դա նայել։ Մեր կենսագրությունն է գողացված։ 35 տարվա կենսագրություն, 40 տարվա կենսատիպ։ Եվ հետևաբար ինձ համար նաև խորհրդանշական է, որ ձեռնադրությանս 2 թվականներին են կամ 2 նշվող օրերին են, որովհետև ես ձեռնադրում պայծառակերպության տոնի, որ այդ տարի հուլիս 23-ին էր։ Հիմա գտնվում են կալանքի մեջ, իսկ անցնող ամբողջ տարին 5 տաղավար տոներն են գտնվել ուղղակիորեն կալանքի տակ։ Ես ինձ պատիվ եմ համարում բռնազավթված Հայաստանում լինել այս կարգավիճակում։ Այստեղ ինչ է հիշում ես, այս շաբաթ էր, որ ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ էին դրել վճիռը։ Իհարկե, այս շաբաթ էր։ Ահա, այսինքն այնպես է, որ աշխարհը կարծես սկսում է adekvat արձագանքել։ Շատ լավ Սրբազան պայքարի հետ։ Շատ լավ տեսես, դրա համար քեզ հանգիստ է պետք, քեզ արձակուրդ է պետք, որովհետև շատերն են արձակուրդում։ Անուղակի ասես, որ ուղեղը չի աշխատում։ Կախելա, բրացես ով բացի Հրիփսիմեին, Նիկոլ Փաշինյանը եւս գիտես, որ արձակուրդում է միջև այս ամսշաբաթ։ Ես աղջկա արձակուրդը թթվելա քո վրա, վայ փայլա։ Որտեվ շատ երկար էր, շատ երկար արձակուրդ։ Չունես դու արձակուրդ։ Քեսես նախանց։ Բացարձակ նախանց չեմ, ուղղակի չգիտեի նախադասությունը ոնց կապել, դրա համար ասեցի սենց ասեմ, բայց նայ Նիկոլ Փաշինյանն էր արձակուրդում, բայց այդ չի խանգարում, որ տարբեր խնդիրներով մարդիկ հավաքվեն կառավարության դիմաց, ինչ որ բաներ պահանջեն, այս շաբաթը եւս այդ առումով բավականին կարելի ասել, թեժեր նախ անետ կորածների ծնողներն էին հավաքվել ու իրականում ստեղ չգիտես ինչ մեկնաբանես, ինչ ասես, որ օրինակ չգիտեմ, ասես 6 տարի է անցել, մեկ է մարդիկ փնտրում են իրականում չգիտես այս մեկնաբանությունները ոնց պետք է արվի, որ ճիշտ լինի։ Ես չգիտեմ 6 տարի շարունակ այդ մարդիկ ոնց են դիմացել, ոնց են կարողանում էլի հավաքվել ու գալ ու նորից այդ մարդկանց ու այդ լավ այդ մարդկանց հավաքվել գալը մի կողմ, բայց այդ մարդկանց անդադար ինչ որ խոստումներ տալ, ասել գնացեք տուն ու իսկապես մարդիկ արդեն այնքան են հուզվել, որ իրենց ողբը, իրենց ցավը փորձում են նաև ինչ որ բանաստեղծությունների միջոցով անել, օրինակ մի կին հենց այդպես էլ արեց, ես առաջարկում եմ դա լսենք լուր, որտեղ այդտեղ ամեն ինչ արտացոլված է կարծես թե։ Մի հատված ասեմ ձեզ։ Չեն լսի, չեն հասկանա։ Բոլոր եկեղեցիներում գնացել ենք, աղոթք ենք արել, շատերի հետ միասին, միասնական աղոթք ենք արել ու խնդրել ենք, ես հիմա կարտասանեմ Մարիկացու գերու աղոթքը, արդյոք կհասնի իրենց չգիտեն, այս բարերը կրակ են, կրակ,
դուրս մեր ինձ մանտից արցակիր բոլոր կապանքներն իմ այս շղթաները մրկող կտրատիր թրկիր խեղդվելուց վերջ տուր տանջանքից քանդիր կապկպող երկաթներն այս ողջ համ պաշարումից տարակույսների սվարմից ազատիր սփոփանք տուր իմ տխրություններին տանջանքիս անդոր վիշտս փարատիր տվայտանքներիս խաղաղություն բեր լացիս համոքում հետետանքներիս ապակինություն ող պուկականիս դադարում գա հանգիստ շատ երկար է չեք դիմանա ես հետ չեմ դիմանա խոսել չի լինում խոսել Իսկապես խոսել Այլա, գիտես ինչ հիշեցին, Փաշինյանի իշխանությունն այն իշխանությունն է, որը որ լրագրողներ եւ անհետ կորածների հարազատներ հակասության հիմքում էր ականացել։ Բա հիշում ես ոնց էին արտում մեզ։ Որովհետեւ համարում էին, որ մենք ենք մեղավոր, որ իրանց տղաներին չեն կարողանում հարազատներին ընտանիքի նման գտնել։ ինֆորմացիա կար, որ օրինակ նույն անհետ կորածների ծնողներին ասել էին, որ օրինակ եթե լրագրողները գան, հարցեր տան, չգիտեմ ինչ ունդեղից նային ավելի վատ կլինի եւ այլն ես հիշում եմ ոնց են վիրավորում, ոնց են հարձակվում, նույնիսկ հրմշտում բան։ Մենք միշտ փորձել ենք ըմբռնումով մոտենալ, տա Աստված որևէ մեկը չիմանա այդ ինչ ցավա, որովհետեւ դա իրոք, ասենք դու կարող ես յուրաքանչյուրս կարող է ափերից դուրս գալ, բայց այդ հիշողությունը գոնե լրագրողների մեջ մնացել է։ Մենք այս մարդկանց համար ատելի էինք, որովհետեւ մենք էինք ըստ էության, այդպես են իրենց ներկայացրել, որ մենք ենք մեղավոր, որ իրենց տղաները հետ չեն գալիս։ Բայց նա ինչ արեցին, այս մարդիկ էլի հավաքվեցին, իրանց ընդունող չեղան ու հասկանում ես, օրինակ Հայաստանի իշխանությունից սպասելիքներ այլևս չունեն, ըստ էության միջազգային կառույցներից էլ չունեն, հասկանում ես իրանք արդեն դիմում են ադրբեջանցիներին, օրինակ անհետ կորածներից նույնը անում են Բաքվի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն դա անում, իրանք ու չնայած մի ժամանակ են տվել մի շաբաթ կառավարությանը, բայց ես վստահ եմ, որ այդ մի շաբաթ անհետ կորածների իհարկե բան չի փոխվելու, բայց նաև լսենք թե ինչ արդեն ճարահատյալ այս մարդիկ ինչեր են ցանկանում։ Համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կդրել իրանց իշխանությունից, որտեղ մարդիկ 30 տարուց ավել իրանց հարազատից տեղեկություն չունեն, պետք է մի հատ արեք Էտել մենք էլ պետք է հասկանանք, որ էտել է դժվար այդ մարդկանց 30 տարի չունեն։ Հիմա որ թեկուզ ոսկորները գտնենք մի տեղից տանք դենք անեն տենան, որ էս իրանցնա, էլի չէ այդ մարդկանց հոգիները կխախանդվի մի քիչ նույնն էլ մենք ենք ուզում, դա համար մեր ցանկությունը դա է, եթե պատրաստ ենք երրորդ երկրի միջոցով, մենք ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք, Եվրոպայի վրա չունենք, Ռուսի վրա չունենք, չգիտեմ Ամերիկայի վրա չունենք, մերոնց վրա չունենք ու չունենք, մեր հույսը այսօր մնացել ենք մենք, ուրիշ ոչ մեկ, եթե մենք մեր երեխեքի հարցով չզբաղվենք, սրանց вообще пожизненно պետք չի։ Ժամանակին ասում էին ձեզ բան արեք, մի խոսեք, որ կայնանք հետ բերեն։ Հասնի Ադրբեջանի այդ բնակչությանը, այդ մարդկանց թող փորձեն, հնարավորություն կգտնեն, նենց չի, որ մեզ չեն ճանաչում կամ մեր հետ կապնվելը դառնա խնդիր։ Դա խնդիր չի, այսօր այն դառնա, որ կարան կապնվեն, փառք Աստծո ռուսերեն տիրապետում ենք, խոսակցականը գտնենք իրար հետ շփվելու ու կփորձենք համատեղ ուժերով, թեկուզ իրանց հետ բայց համատեղ ուժերով մեր երեխեքի ճակատագիրի ինչ-որ մի հատ լույս տան։ Սենց ապրել ուղղակի հավատացեք, էլի անհնարահուղակի։ Բայց եթե ստեղ պիտի պետությունը չնի, բայ որտեղ լավ։ Հիմա ինձ Մարդը ստիպված Թուրքին, Ադրբեջանցուն է դիմում, ասում արի իրար հետ գտնենք։ Այս նորմալ է։ Չէ, սա նորմալ չի։ Սա բացարձակ նորմալ չի, բայց կառավարության մոտ էին հավաքվել նաև ձկնաբույծները, ձկնարտադրողները, ասում են, որ մայիսի կեսերից սկսած ձուկ չեն կարողանում արտահանել ԱՊ երկրներ, ու մասնավորապես Ռուսաստան, դե բայց գիտես թե մեր կառավարություններ ինչ արել ամբողջ եվրոպական շուկան է բացել իրանց գրավել է ըստ Պապոյանի, էկոնոմիկայի նախարարի ոտներից տակ է։ Այդ որ մեր ձկները արդեն լողալով հասնում են այնտեղ, այդ միջել Չէ, թևեն առել թռնելով են գնում։ Այդ բանն է տարել, բայց իրականում խնդիր կա։ Արի այստեղ էլ ասեմ, էլի։
1 ամիս առաջ երբ որ գնում ենք ձկնաբուծարաններ նկարահանումներ անելու, նո 5-րդ ալիքի համար, հայլուրի համար եմ ասում, մարդիկ, չէ, մեզ խոստացել են, սա օքեյ անում, մեր գլխին մի սարքեք պատմություն, էս էր իրենց ձկնաբույսների պատասխանը։ Սարքելու եւ իրանց տենց այդ ոնց ասեմ, հուսափողական չասեմ, բայց տենց զգուշավոր պահվածքին կանրադառնանք, բայց մի հատ արի լսենք ձկնարտադրողներից մեկին, ով բողոքում էր։ Հանրազատ այս ոլորտի փորձագետների հետ հələ իրանք կաբինետների տեղը եվրոպական չգիտեն, որը որտեղ պետք է նստի։ Մենք շփվել ենք հարցնում Հոլանդիայից, Իտալիայից մասնակիցները գալիս են, այդ որ հիմա ասում են, էսի պետքա չտակ Մալախիտը, Մեծիլենը, այդ եվրոպացի մասնագետների պատճառով բացատրությամբ մենք չենք տվել, որ դա չի կարելի։ Ռուսաստանը ընդունել է դրանով, մենք չենք տվել, որտեղ մարդկանց երեխաների հետ կապված խնդիրն է։ Մենք մի քայլ իրանցից առաջ ենք։ Ինքը արգելված կերակրատեսակներ նկատի ունեն։ Սովորում են, մենք դա արել ենք 10 տարի առաջ։ Իրանք արդեն նախկինում քննարկումներ ունեցել են եւ այս պահանջները, որոնք որ կա եվրոպացիների կողմից, նախագահ Գոռ Գրիգորյան գարտանով հետ կապված չի համապատասխանում, այսինքն մեծագույն ցանկության դեպքում էլ, հա, տենց չի որ նախ կոմունիկացիայի խնդիր կա եւ այլն, հիվանդը տեղերի մեջ դեր սպասի։ Այդ դերն էլ իրանց ձեռքում է։ Կերպաները դրած է, խիչանտալի չեմ հասկանում, դրսից փողերը եկել է, պարզ ասում եմ։ Մենք այդ ենք տեսել տելևիզորով, մեկը կա թող հելնի հերկի, ասի մենք թող բարձրաձայնի, ասի չեն տվել մեզ, խաբել է Եվրոպան, ասեմ լավ, սուտ խոսանեն։ Մարդիկ ընդեղից ասում են տվել ենք, այս մարդիկ չեն տալի, գլուխ չեն քանում։ Հիմա ուզում եք այդ հարցերի պատասխանը ստանալ։ Նայ, փոխվարչապետի հետ էին ուզում հանդիպեին, բնականաբար այդ հանդիպումը տեղի չունեցավ, Որ մեկի։ Տիգրան Խաչատրյանի, գնացել էին էկոնոմիկայի նախարարություն, այնտեղ տեղակալներից մեկի հետ էին հանդիպել, հետո եկան որ ես լուսաբանում էի, հետո զանգեցի ճշտեցի, նախ լրատվական միջոցներին թույլ չտվեցին էկոնոմիկայի նախարարությունը մտնել, հանդիպումը լուսաբանել, Արդեն արգելված բայց հետո գոտ է, հա։ ճշտեցի, որ ասել են, որ առաջիկա օրերին իբր այդ սուբսիդավորումը տեղի կունենա, այսինքն երբ որ ասում է փողը տվել են, մեզ չի ասել, այսինքն խոսքը սուբսիդավորման մասին է, բայց նայ, երբ որ դու խոսեցիր, ասեցիր մենք հայլուրով գնացել ենք նկարելու եւ այլն, այդ զգուշավորությունը իրականում ու նայ, այս մարդկանց խնդիրը քաղաքական է, չէ՞։ Այո։ Ուրիշ որևիցե բացատրություն չկա, չէ՞։ Ու երբ որ նայ գալիս ես կառավարության մոտ բողոքելու, պահանջելու, հետեւաբար սպասելիքները պետքա լինի նաեւ այդ տեղի ղեկավարությունից, չէ՞։ Ու երբ որ օրինակ ասում ես իրանք զուգահեռ ասում են, որ գիտեք ինչ կա, օրինակ մեզ խափում են, մեզ ասում են գլխի տակ փափուկ բարձ են տնում, ասում ըստ էության չեք հավատում, հա, որովհետեւ հիմա էլ կարան անեն, բայց իրանք վրտովում են անգամ այդ հարցերից։ Ես ուզում ասեմ, որ շատ ժամանակ, ես սա ցավով պիտի հարցանագրեմ, բայց շատ ժամանակ այն ինչ որ տեղի է ունենում որոշակի խավերից, ես խոսքը Հա, չենք ուզում թիրախավորել, բայց ամեն դեպքում այո։ Որոշակի դեպքերում շատ ազնիվ է։ Արժանին է, այսինքն։ Այո, որովհետև պետք է երբեմն հնձել են ինչ որ ցանել ես։ Հա։ Դե գիտես, մարդիկ նաիվ են շատերը։ Այն աստիճան որ հավատում են։ Դե պետությունն մեկ անգամ կարելի ավատալ, երկու անգամ կարելի ավատալ, այս նույն մարդկանց մեծամասնությունը կատրիցենկով ասում էր, ախպեր մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին։ Այնպես ինչպես Գագիկ Զարուկյանի օբյեկտների աշխատողների մեծ մասը հայտարարում են, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին։ Գիտես ինչ Փաշինյանին։ է ուզում ասել, երբ որ դու ասեցիր փոխհատուցում, ես հիշում եմ, որ մեր գործընկերները ցորենի համար ինչի Պապոյանների խոստացել էր, գնացել էին, որ ասել էր 100%-ով փոխանցվել է։ Կառավարության նիստին վստահեցրել էր, որ 100%-ով փոխհատուցումը փոխանցվել է։ Իմ գործընկերուհին Զարան Սահակյան հասել էր այդ բնակավայր, պարզել էր ինչ փոխանցում, ընդհանրապես չի փոխանցվել։ Այսինքն այդ էլ կարա չլինի։ Հիմա այս տիկինը վրտովեց, երբ որ ասեցի դեռ հավատում եք իշխանությանը։ Ծառուկյանի Իշխան չէ, ձկնորտադրողներին է։ Հավատում ենք։ Մենք մեր ղեկավարության ենք հավատում։ Մեր տերը կա տնօրինության մեր ամեն ինչին։ Բայց Հայաստանի կառավարությանն է։ Իսկ ինչի չպետք է հավատամ Հայաստանի կառավարությանն է, այդ դրա համար չեմ սիրում որ դուք քաղաքականացնում եք, ոչ, էսի քաղաքական հարց չի։ Բա ինչ է։ Մենք եկել ենք գործի համար, մենք մի անգամ ժամանակին դա չի կարելի։ Դուք լրիվ դնում եք քաղաքականություն եք։ Ես ջղայնան եմ որ մեր աշխատանքը կա բանի։ Պատճառով է Ռուսաստանը փակե Տիկին ջան։ Հենց այդ եմ էլի ուզում ասեմ, Տիկին ջան։ Հա, Տիկին ջան։ Տիկին ջան։
Ջղայնացավ տիկին ջան։ Ինչո ծառումա ոչ առողջապահական խնդիր է, ոչ ստամոքսի ցավի հետ կապված, ոչ էլ։ Դե բողոքի ակցիաները ինչից էին խոսում, հա, Ծառուկյանի աշխատողների հետ կապված։ Ես չեմ զարմանում իհարկե, որտեղ ընտրությունը յուրաքանչյուրի իրավունքն է եւ այլն եւ այլն։ Այսինքն պարտադիր չի, որ եթե Գագիկ Ծառուկյանի ընկերությունում ես աշխատում, պետք է ընտրես, բայց եւ հավատալու, որ ասում ես մեր ժողովուրդը նաիվ է, բայց լավ 1, 2, 3 անգամ սխալվել, ես կարծում եմ, որ դա տենց չի, դա սովորություն է։ Եվ հիմա այդ մարդիկ ինչ են անում, ընտրում են, հետո բողոքում են, ընտրում են, հետո բողոքում են։ Օրինակ, ինչպես Orange Mall-ի աշխատողները, ես առանց անուն տալու իհարկե, հետո ես անպայման այս տեսանյութը ուղարկելու եմ։ Մեր գործընկերներից լավ չեմ պատմի, իրականում սա չեմ ուզի պատմել։ Չէ, լավ իրականում սա չեմ ուզի պատմել, որտեղ երկուսի զրույցն է, բայց ինչ է ուզում ասել, Orange Mall-ի աշխատողներն էլ էին բողոքում, որովհետև իրանց մոտ էլ կա խնդիրներ, ստուգումներ է իրականացնում, ստուգումների անվան տակ գործունեության կասեցումը ու այս մարդիկ այսօր ուզում էին ճանապարհ փակեին, դե ոստիկանությունը բնականաբար թույլ չէր տալիս ու ասում են ախպեր մենք 2018-ին հենց ճամփա ենք փակել, թույլ են տվել, թույլատրվել է հիմա։ Ասում որ ոստիկանությունը ասում են մտքներով չանցնի։ Հիմա այս մարդիկ ասում են, որ քննչական կոմիտեին էին պահանջում, իհարկե կարանք լսենք նա։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք ու դուք պետք է մեր իրավունքը պաշտպանեք։ Մեր իրավունքը, այսինքն հիմա որ մենք մնում ենք անգործ, ինչ եք անելու, դուք եք մեզ պահելու։ Հարկերը դուք եք անելու։ Մարդը ուր է։ Քիչի գալի պատասխան տա մեզի ինչա լավա գնում են այնտեղ մեքենա են լվանում։ Մենք ստեղ պետք է պաշտպանենք մեր օրենքները, դուք գնաք այնտեղ մեքենա լվանակ։ Մի հատ խնդրում եմ նայեք, գնացել են դրա համար վարձատրվում են, այնտեղ մեքենայով լվանալու համար։ Բայց չենք խոստա, որտեղ այդ առանձին մարմինները դրա համար եմ ասում, մեզ օգնեք, թող քննչականը գա, մեզ բացադրումներ ունեք, խնդրեմ, հիմա բացահայտ ասեցիք, չէ՞ դրա։ Հա, մենք ուզում ենք մեզ իրանք պատասխանեն։ Կարելի է մի հատ քննչականին ասեք թող գա։ Հələ ասա թող գնա։ Զանգի քննչականին թող գնա։ Լրագրողներին ասի, ասա թող։ Եթե իրան փակել են, ուրեմն ինձ էլ աստվածային կարողություններ ունեն։ Պիտի տան գործունյա չեն աշխատում։ Ինչով տան, ինչ արին տան, որտեղից տան։ Թող գա օրենքից մեկը ներկայանա ասի ժողովուրդ ջան, տան ուրիշ։ Մի շաբաթ 10 օր պատասխան տան, մարդիկ էլ հանգստանան, ասնեն իրենց գործերին, վերջերս։ Ինչ գործ փակագործի 10 Տեսեք, ես չեմ ուզում այս մարդկանց վեր, գուցե իրենք չեն ընտրել Փաշինյան, բայց այս մարդիկ երբ որ Ծառուկյանին առաջ 2 օրը արդեն ձերբակալել կալանավորել էին, այս մարդիկ երևի հույս ունեին, որ իրենք շարունակելու են աշխատել։ Գիտես, ամբողջ խնդիրը հենց այդ է։ Միշտ մեր պատմությունը կրկնվում է, ասում է Կոմիտաս ինչի համար խելագարվեց, որովհետև երբ որ Ադանայում կոտորած էր, Պոլսում մարդիկ նստած սուրճ էին խմում, ուրախանում էին։ Այդ է մեր խնդիրը, որ ինչ չի հասնի։ Հասնում է, նոր սկսում են արդեն փրփուրներից կախվել, իսկ փրփուրներից կախվողը չի փրփում։ Շատ հասկացա, Արփի, օրինակ ես մեկ-մեկ, երբ որ զբաղվածություն չեմ ունենում շատ, այսինքն ժամանակ լինում է, մեր գործընկերների պատրաստած նյութերը նայում եմ, այդ թվում եւ նաեւ ձերը։ Իրականում պետք է ասեմ, որ ես սիրում եմ 5-րդ ալիքի լրատվական թողարկումը նայում եմ։ Շնորհակալ ենք։ Բայց YouTube-ով չէ, ռուսացիով եմ նայում, ուզում հասկանամ, դու ել ես երկար վերնագրեր դնում քո նյութերին։ Նայ, վերնագրերը մենք չենք, մեր խմբագիրն է, բայց սովորաբար նկատել ես մեր մոտ երկար աշխատում Չէ, հարցնում եմ, որովհետև եթե ինձ բանան արել եք, էլ չանեք, խոսակցություն կգա, պետական չգիտեմ, բայց հաստատ կառավարական մակարդակով։ Ես հասկացա, որ ես տանում։ Կառավարությանիստներ, այսօր որ ասում եմ, բնականաբար մենք սա նկարում ենք 5 շաբթի օրը։ Կառավարությանիստում ունենք 1 րոպե 10 վայրկյան, եթե ճիշտ եմ հիշում։ Տիգրան Խաչատրյանը ստիպված էր կարդալ այն վերնագիրը, որի նախագիծը ներկայացնելու էր Բեկ նախագահը ու Երևի AI-ին են տվել, նա էլ բան չի հասկացի, տես վերնագիր Ես չգիտեմ ում են տվել, բայց կարանք նայենք թե ինչի մասին էր խոսքը։ Մեր հաջորդ օրակարգային հարցը երկար անունով հարց է, որը կընթերցեն, որ պարոն Հակոբյանը չընթերցի։ Մի քիչ կարճ է պետք գել պարոն Հակոբյանից նախագծերի վերնագրերը։ Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների առանց կൂട്ടակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների կൂട്ടակման կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կൂട്ടակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների
հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակման կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը սահմանելու մասին, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղիների մուտք եւ ելք գործելուց հետո։ Այս նախագծի ամբողջ բովանդակությունն էր։ Խնդրեմ պարոն Հակոբյան։ Բայց գիտես նախագիծը ինչի մասին էր, որ պետք է մաքսակետերում պարկինգ լինի։ Աստվածին, այսինքն երկու բառակապակցությամբ ասվող, մի նախադասությամբ ասվող բան, բայց լավ։ Հիմա այդ ասում ունենք, խմբագիրչումն եք դուք։ Գնան դեմտի խմբագրի։ Ես պետական կառույցից հեռու եմ։ Արիստեղ պատմեմ մեր գործընկերուհի Շաքեի պատմությունը։ Դե պեկում էր, չէ՞ ժամանակին աշխատում։ Շաքենով է։ Ղազարյան, Արմենիայի։ Հա։ Ու շատ լավ պատմություն ունի, թե լրագրողը, իսկ իրական լրագրողը ոչ չի կարողանում պետական համակարգում աշխատել, որոնց պարգևած վճորներ բոնդ այնտեղ են միլիոններ, գիտես ինչքան։ Մի օր շոքից տեսել իմ Արմենիայի միկրոֆոնը, ասի Շաքե, հետես եկե։ Ասեց, հա, լսի, ասեց, գիտես ինչն է ամբողջ խնդիրը, երբ որ դու լրագրող ես, ասում ա, պետք ղեկավարին ես հարց տալիս, ինքն է քրտնում քո հարցերին պատասխանելու, բայց երբ որ դու պեկի աշխատող ես, դու ես քրտնում, երբ որ իր սենյակ ես մտնում, ես չեմ ասում։ Ճիշտ ասում, շատ ճիշտ ասում, ես դրա համար օրինակ անկեղծորեն ել եմ ասում յուրաքանչյուր մարդ ազատ է իր գործունեությունը ծավալելու հարցում, բայց ես շատ ժամանակ ափսոսում եմ, որ հատկապես երբ որ լրագրողը լավ լրագրող է, հետո վերածվում է չինովնիկի, վերածվում է պատգամավորի, վերածվում է մամուլի խոսնակի եւ շատ կտրուկ փոխում է իր դիրքորոշումը գործընկերների եւ մյուսների եւ մոռանալով շատ ուրիշ բաներ, բայց ինչևից է ասում է չդառնանք գելի բաժին ու քննադատությունների էլի իրանք որոշումն է։ Նայ, հիշում ես մենք նախորդ շաբաթ խոսում էինք, որ հրազենային կրակոցներ են լինում Երևանում, ծեծկրտուկներ եւ այլն, այդ ամեն ինչը շատ ժամանակ օրը ցերեկով է լինում, այս շաբաթն էլ իսկապես վտանգավոր է դարձել մեր քաղաքը։ Այս շաբաթ էլ այդ առումով ցավոք անմասն չի մնացել, հենց մեր, այսինքն այս դեպքում ձեր գործընկերները, լրագրողներն էին գնացել։ 20-ամյա տղայի մասին է խոսքը Երևանում։ Այո։ Դաժան էր, այո։ Արի նայենք, հա, հենց 5-րդ տարի։ Մայրաքաղաքի Մուրացան 109 հասցեում չեն ուզում հիշել արյունոտ շաբաթ եմ։ Չեմ էլ ուզում հիշեմ, շատ լացելու բան ա եղել։ Հուլիսի 18-ի երեկոյան է շենքը ցնցվել Բաքում արձակված շուրջ 30 կրակոցների ձայնից։ Նենց կմփոսներ հելա, որ ինձ թվաց գազը պայթա։ Ես տալիս սերիալ էի նայում։ Այդ կրակոցները մի ինա գմ, ես էլ ալնում այրի, որ կրակում են ուրախությունների բանի ժամանակ, չէ՞, երեխացա մի արսանի կլի կամ երեխա նշանը, տենց բարձր կրակոցներ ալնում շատ։ Ինձ թվաց տենց է, հետո ոնց որ ծածրուկեքի նման բան շուր կար, այդպես ձեներ կար էլի, ոնց որ մետաղի ձենգար։ Վախեցա, ասի կարող եմ գազնա, գնացի վախեցա, դեռ մեկ է տենամ դուրսը այդ ավտոն բանը լուսերը մարգաց անում։ Կրակոցներից սպանվել է հարևան շենքի 20-ամյա բնակիչ Վահե Մկրտչյանը։ Նա ընկերների հետ զրուցելիս է եղել Բաքում, երբ հրաձիգը սկսել է կրակահերթը։ Վահեի 15-ամյա ընկերը վիրավորվել է։ Շամշանի հրապարակած կադրերում երևում է այդ պահը։ Շենքի պատին ամրացված այս տեսախցիկն է ֆիքսել սպանությունը։ Շենքի նկուղային հարկի այս դուռն է հսկում տեսախցիկը։ Այդ տարածքը հիմա սահմանազատված կապարակնքված է։ Թե ինչ կա ներսում, բնակիչներն ասում են չգիտեն։ Նայ, իրականում շատ ցավալի դեպք է։ Մարդ իրա Բաքում կանգնած, ընկերոջ հետ զրուցում է, գայսեն սպանում են։ Ու հարցը այդ մարդու հետ էլի մարդկանց են սպանում, այսինքն այդ ճանապարհով կարող է պատահական մեկը անցներ։ Շենքի բնակիչներից մեկին այդ ասում քոր ինչա Գյուլեն։ Հա։ Բայց գիտես, ես համացանցում մի հատ տեսանյութ տեսա, որ իմ համար ես չգիտեմ ինչ ասեմ, զարմացրեց։ Բայց արի մի հատ ֆիքսենք, խաղաղության դարաշրջանա, բանակում զինվոր է ինքնասպանություն։ Այս շաբաթ եւս տեղ ունեցավ, վիտեպ մենք ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Էս ինչ է։ Ես հույս ունեմ, որ այդքան չես որտովի եւ չես հելնի կռիվ չես անի, որովհետեւ ես այս վերջերս Քեզ չեմ ծեծի։ Ես այս վերջերս տեսել եմ աղջիկների Բաղկացած ես։ Աղջիկների կռիվ, ու չգիտեմ ինչ ասեմ։ Չէ, ծեծելուց քեզ չծեծեմ։ Բայց եկեք նայենք։ Դե որպես օշականցի հատուկ հարգանք ունեմ դրա, բայց ոչինչ։
Հա, ինքը գրել։ Սա մաս փտոցի։ Դպրոցականներ են, ոնց հասկանում։ Տեսնես ինչի համար եմ վիճում։ Մենակ չասես տղայի պատճառով։ Հայլակ ինչ ես դες կլամբաս նայում, մեկնաբան ինչ է մայնց։ Ես չգիտեմ, ինչ է ուզում մեկնաբանան։ Ես ինքնս տես մարդկանց ծնողներին ասեմ, որ շատ վատ սեքս է պաստիրակել։ Չոդոմ։ Գոնե մանկապարտեզ թող գնան, եթե չեն գնացել, օրինակ վերցնեն, հա, ինչ որ մեկից, ով հիշում ես, բարբերաբար մանկապարտեզ է գնում։ Ես շաբաթ էլ կարդացի վերնագիր։ Դասի արագությունը սկսվում է մանկապարտեզից։ Կարդացել մի էսպիսի վերնագիր Տիգրան Ավինյանը մանկապարտեզ է գնացել։ Բայց տես այդ երեխեն վախից լացում է։ Օղակ չի խաղացել այս անգամ։ Չգիտեմ, Եկեք շրջենք մեր սիրուն մանկապարտեզը։ Արեք ջան, արի շրջենք ցավը տան։ Ոնտեղ մենք ամենա երգում ենք, բարև ձեզ։ Եկեք ձեզ տանեմ մեր ամենահամեղ տեղը։ Նա իսամիակ տեղն է մնացել, որտեղ մարդիկ սուր հարցերի են չեն ուղղում։ Հարցը պատասխան։ Ստիպած չի բարձաբանումները, գնում է մանկապարտեզ։ Բազմատիպ խնդիրներ կան, պարոն Ավինյան։ Լրջացեք։ Գնացեք նաև այդ վայրերը, հետո նոր, երբ որ ազատ ժամանակ կլինի, մենք բնավ դեմ չենք, որ դուք այցելում եք մանկապարտեզներ, շփվում եք երեխաների հետ, հետաքրքրվում եք, տալիս, օղակ եք խաղում։ Քաղաքապետարանի կողմից եւ անձամբ ձեր կողմից պետք է լինի, որովհետեւ հատկապես այն սերունդն է այնտեղ այցելում, գնում, որ իսկապես այդ ոլորտը պետք է լինի մաքսիմալ ուշադրության կենտրոնում, բայց քաղաքը ոտարել գնում է։ Ոտարել գնում է Մեծ Բրիտանիա, որտեղ Չէ, Վենետիկ։ Հարսանիքը որտեղ էր, այդ քո ասած հարսանիք 2 շաբաթ է գնում, չեմ հասկանում այդ Մեծ Բրիտանիայի։ Ես անցած հաղորդմանն է այդ բան արել, առանձնացրել։ Դե դու ուր ես, դա թագավորական ընտանիքի հարսանիքա, տղա ջան, դա գիտես 7 օր, 7 գիշեր, 7 ամիս, 7 տարի։ Այսինքն 7 լրացավ։ Կարևորը կալցով։ Նկատի ունեմ 7 օր էլ լրացավ։ 7 Բայց արենայինք ինչ զարգացումներ ա եղել այդ հարսանիքի։ Ինստագրամում նա այս լուսանկարներ հրապարակելու գրել, որ առաջարկությունն արել է իր իսկ պատրաստած ճենապակյա մատանիով։ Այո։ Նկարչուհի աղջիկ։ Լինելով բրիտանական գահի ժառանգորդների 3-րդ տասնյակում, Սեմն ավելի շատ տարված է արվեստով, քան թագավորական գործերով։ Կերամիկայի վարպետ է ու ունի իր արհեստանոցը։ Հայկական արմատներով Էլեանոր Էքսերջյանը զբաղվում է գեղանկարչությամբ, կինոարվեստով, իր ստեղծագործություններում հաճախ անդրադառնում է հայկական ինքնությանը։ Նրա ծնողները հայտնի արվեստագետներ են։ Հայրը արվեստի պատմաբան պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանն է, դասավանդում է Լեսթերի համալսարանում։ Մայրը Սյուզան Մուրն է, Financial Times-ի արվեստի քննադատը։ Էլեանորի պապը գնդապետն ու բար Մարտին Էքսերջյանն է, որի հայրը Օսմանյան կայսրության։ Էս էլ ինչի համար ենք ցույց տալիս, որ Մեծ Բրիտանիայում նայեն, թե մենք ինչ աղջիկ ենք տվել իրանց։ Այո։ Հա բա, ամեն տղայի հո չենք տալու մեր աղջկան։ Միջև թակաժառանգ չլինի։ Չեմ ընտանիքի շնի, հա։ Այնպես էլ գյոզալ աղջկան։ Եթե ուրիշ թակաժառանգ էլ կա, մեր արփի համար պահեք։ Չէ։ Ես թակաժառանգ չեմ ուզում։ Թակավոր ուզի։ Մի անգամից։ Դե այդ դեպքում 21-րդ դարում պիտի ծնված չլինեի։ Հիմա ինչ որ է ասում, ունենք այն ինչ որ ունենք, այս շաբաթվա համար էլ ունենք այսքան ինչքան որ ունենք, ենթադրում եմ, որ իրադարձությունները հիմնականում այսքանն են, շատ բան բաց չենք թողել, առաջիկայում էլ լինեն բան զարգացումներ, բնականաբար դեռ Միջև արձակուրդ գնալը կհասցնենք էլի հավաքվել։ Դու մի հաղորդում էլ ունես, որտեղ ասելու ես հրիպսի մեն արձակուրդումը։ Հա, էլ չեմ ասելու, խոստանում եմ, որ էլ չեմ ասի, թող ինքը չեմ հավատում։ Արի գրած գանք։ Արի։ Ինչի, ասա։ Շատ թանկ բաներ չունես։ Իմ աշխատավարձը իրան պատասխան։ Ինչ ես սիրում, ասա այդ։ Կընտրենք այդ հետ։ Քո ճաշակը։ Դες վտանգավոր ես։ Հա, լավ։ Արի ես օկիսի։ Արի։ Արի։ Որ ավարտենք։ Որ ավարտենք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը հրիպսի իմ է անուն տա ու պարտվի։ Տեսնենք դու դեռ կլինես այդ հաղորդմանը, թե չես լինի։ Տեսար։
Բայց այս շաբաթվա համար այսքանը, շարունակեք լինել ակտիվ, շարունակեք գրել մեկնաբանություններ, կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի նոր իրադարձություններով ու ասած ցտեսություն մարդիկ սպանիչ։ Վերջ։ Դու իրականում մեզ չես սիրում, թե դες ձև ես տալիս։ Էսի չինի, նենց հարվածը մեռնելու ենք։ Որ պրոստը որ դու կարողա գնաս չգաս։ Ճիշտ չեմ ասում, տես տպավորությունն է, որ մեռնելու ենք, ասում չինի, անցած անգամ էլ հրիփնիներ որ մտածեցի, որ դու կարողա որ գնաս չհասցնես հետ կաս կարծից, մենակ ես լինեմ, եթե 5 շաբթի ենք նկարելու դրա համար, տես այդ մի բանը, տենց այդ հատվածը լուսավոր կետից կարճես, չէ, անպայման վատ։ Դրա համար տենց ասեցի, որ ասի, տեսակ, ասեցի ու արեցի։ Some